ուղղակի ձեր քննարկումից էլ մի հատ հարց ծագեց, չգիտեմ, ճիշտ եմ հասկանում, ելնելով նրանից, որ անցած տարի 14,000 հոգի զրկվել է վարորդական իրավունքից, մենք համարում ենք դա շատ մեծ թիվ է, ենթադրենք, ըստ այդը մենք որոշել ենք շատացնենք բալերը, որպեսզի մյուս տարի պատկերավոր եմ ասում, եւս 14,000 հոգի չզրկվի, այլ զրկվի 13,000 հոգի օրինակի համար, եւ երկրորդ հարցս մոտս նես տպավորություն ստեղծվեց, որ պարոն Թորոսյանը իր խոսքում է շատ ըստ իս կարևոր բան ասում, մենք միշտ դուրս են գալի են դրամաբանությունից, որ պատժենք, բայց իսկական իսկի չենք մտածում այդ պատժելու տեղը խրախուսելու վերաբերյալ, օրինակ պարոն Թորոսյանի օրինակով ասեմ, երկուսով է իր բալը պակասել, ինչ-որ տես մի համակարգ մտածենք, որ քանի որ ինքը խախտել է, բայց քիչ է խախտել, ինչ-որ մի խրախուսական բան իրան լինի, էլի, կամ այն մարդուն, ով ընդհանրապես խախտում չի ունեցել, իրան ինչ-որ խրախուսական բան լինի, որտեղ այս պարագայում մի տեսակ նենց ընկալում է, բայց ընկալում է, կարող է սուբյեկտիվ ընկալում է, որ խոսքը գնում է խախտողներին ինդուլգենցիայի վերաբերյալ, տենց տպավորությունն եմ, գուցե տենց չի, բայց ձեր քննարկումից ես տենց հասկացա, եւ սենց ինչի եմ ասում այդ խրախուսելու մասին, որտեղ իմ համար իրականում փիլիսոփայական գաղափարական լուրջ հարց է, էլի, ինձ համար հստակ է, որ այս պետությանը կողմից այդ գործիքակազմը պատժելու հին սովետից եկած բան է, տենց պատժենք, մի անգամ չեմ տեսել, որ ինչ-որ մեկը Հայաստանում խոսակցություն եղել է, եկեք պատժելու տեղը խրախուսենք, բայց որպես այդպեսի մեխանիզմով չեմ տեսել, որ մեկը գա ասի, բերեք չպատժենք, էլի, բերենք խրախուսենք, որպեսզի մարդիկ ոչ թե չխախտեն վախենալով պատժվելուց, այլ չխախտեն ենթադրելով, որ կխրախուսվեն, եթե չխախտեն։ Խնդրում եմ, այս երկու հարցը հստակեցնեք, էլի, պարոն Խաչատրյան, խնդրում։ Շնորհակալություն, պարոն Գաբրելյան, տեսեք, այս նախագծով ավելի հասցեական ենք դարձնում իրավախախտումները եւ նրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցները։ Ամեն դեպքում ես կրկնում եմ, որևէ նորմ քարացած չեն եւ 1 տարի հետո մենք եւս ունենալու ենք վիճակագրության ոստիկանության ինչ ունենք եւ ճանապարհատրանսպորտային պատահարների մասով եւ խախտումներով եւ այլն։ Եվ ըստ այդմ մենք գուցե եւ նորից կարգավորումներ մտցնենք։ Բայց եթե դուք ասում եք նպատակը նա է, որ 14,000 հոգի հոգու մոտ չկասեցվեին վարորդական իրավունքի վկայականները կասեցվեր օրինակ 10,000, հա, այս օրենքի նման։ Այո, ինչու՞ չէ։ Եթե այսօրվա մեր խնդիրների լուծումը հնարավոր է անել այնպես, որ ավելի քիչ մարդ զրկվի տրանսպորտային միջոցների վարելու իրավունքից, ավելի քիչ մարդ տուգանվի եւ ընդհանրապես մարդ չտուգանվի, բայց խնդիրը լուծվի, իհարկե պետք է գնալ այս ճանապարհով։ Այո, դա սա պետության այո պոզիտիվ պարտականությունն է, որ հնարավորինս, եթե հարցը հնարավոր է լուծել քարոզչական մեթոդներով, այլ մեթոդներով, պետք է գնաս այդ ճանապարհով։ Հարկադրանքի կիրառումը դա ամենավերջին միջոցն է խնդիրը լուծելու իրավարաբերությունները կարգավորելու համար։ Ինչ վերաբերում է խրախուսման համակարգին, ես ամբողջությամբ համաձայն եմ ձեր հետ, որ պետք է այս ոլորտում լինի նաև խրախուսման համակարգ, ամբողջ աշխարհում հետևյալ կերպ է գործում այս համակարգը։ Այն մարդիկ, ովքեր բալեր չեն կորցնում կամ քիչ բալեր են կորցնում, ուղղակի ազդեցություն են ունում ապահովագրական իրենց պայմանագրերի վրա, այսինքն ապահովագրական ծառայությունները սա ընդունում են որպես բոնուսային համակարգ եւ նրանց վճարները պայմանագրերի զգալի ավելի քիչ է լինում, քան ասենք այն վարորդներին, ովքեր խախտումներ ունեն կամ միջին վիճակագրություն ունեն իրենց խախտումներում։ Ես կարծում եմ, որ պետք է հորդորենք ապահովագրական ընկերություններին, որպեսզի սա ընդունվի, բալային համակարգով չեն բանանում։ Բալայինով չէ, վթարներն են հաշվի առնում բոնուս-մալուս համակարգում, բայց բալայինը չէ, ես կարծում եմ, որ եթե բալայինով էլ հաշվի առնեն, նաև սա լուրջ կանխարգելիչ բնույթ կունենա եւ նաև վարորդների մոտ տրամադրվածություն կստեղծի հնարավորինս ավելի քիչ խախտել երթևեկության կանոնները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ես ձեր ասացի վրա երկու հատ էլ ռեպլիկ անեմ, էլի, ըստ այդմ, այդ թվում նաև միջազգային փորձեր կապած, երկրներ կա, բան են անում, գումար են խաղարկում։ Կոնկրետ գումար են խաղարկում այն վարորդների համար, որոնք որ օրինակ ընդհանրապես տարվա կտրվածքով խախտում չեն ունեցել, այսինքն այդ խրախուսական մեխանիզմները շատ են։ Բայց ուզում եմ այդ վարորդական իրավունքի զրկման թեմային մի հատ չեմ մտաբերի, բայց եվրոպական երկրներում հաստատ մի քանի տեղ կա։
Կա, չեմ կարա հիմա ասեմ, բայց ես կնայեմ հաստատ ուսումնասիրել եմ։ Պարոն Խաչատրյան, վարորդական իրավունքները 14,000-ի զրկումի վերաբերյալ, որ ասում ենք այո, տենց ռիսկ կա, բայց ես այդ տեսանկյունից ուրեմն պետքա մի քիչ ավելի տենց մի քիչ ծայրահեղացնեմ, էլի։ Ինձ համար միանշանակ եւ աներկբա է, որ մինչեւ 2018 թվականը Հայաստանի Հանրապետությունում վարորդական իրավունք կարելի էր ստանալ, օրինակ, մարդ գիտեմ անգամ, մեկ չէ, ծնունդին նվեր, ուղակի, առանց գնալու որևիցե տեղ, ուղակի ծնունդին նվեր կարելի էր ստանալ, ինչը որ ծայրահեղացնում եմ, մի քիչ կներեք, ինձ համար միանշանակ է, որ այդ մարդը այդ նվերը, որը որ ստացել է, խիստ կասկածելի է, արդյոք ինքը պատշաճ գիտելիքներ ունի, որպեսզի փոխադրամիջոցը վարի, այո, թե ոչ։ Եվ այդ հասկանում եմ մի քիչ գրոտեսկ եմ անում, այստեղ հարց է ծագում, իսկ կարող է 14,000-ի մեջ կան մարդիկ, որոնք որ այդ իմ ասած X պատկերավոր մարդուն նման ուղղակի նվեր են ստացել իրանց վարորդական իրավունքը եւ չունեն պատշաճ գիտելիք, որպեսզի վարեն այդ փոխադրամիջոցը։ Շնորհակալություն։ Խոսորեն ես sense հասկացա հարց։ Դուք նվեր արձանագրել եք ժամանակին վարորդական իրավունքի։ Բոլորս էլ Հայաստանում ենք ապրում, բոլորս բանը ձև չենք բանալու, բռնելու, թե վայ նման բաներ չի իհարկե եղել, ամեն ինչ էլ եղել է։ Եվ այսօր վարորդական իրավունքների ստացման գործընթացը բավականին խստացված է եւ վարորդական վկայական ստանում են գիտելիքներին համապատասխան։ Պետք է ասեմ հետեւյալը, այն մարդիկ, ովքեր գիտելիքներ չունեն, պատշաճ վարորդական իրավունքի վկայականին համապատասխան, նրանք կամ զրկվում են, կամ անընդհատ տուգանվում են եւ մարդիկ էլ կան, որ այո քննություններով բարձր բալերով ստացել են այդ վարորդական վկայականը, բայց միևնույն է, նորմալ արհեստավար վարորդ չեն դառնում, դա էլ կա եւ պրակտիկան է շատ ժամանակ մեծ դեր խաղում, բայց այս նախագիծը որևէ կերպ այս մարդկանց չի փրկում, որևէ կերպ չի փրկում։ Միևնույն է, իրավախախտումների համար կիրառվում է եւ բալեր, եւ տուգանայի միավորներ, եւ տուգանք, եկեք չմոռանանք, որ այդ տուգանքները կան, գործում են, որևէ մեկին չի փրկվում, ուղղակի հաշվի առնելով հասարակական պրակտիկան այսօր, ես գտնում եմ եւ երևի լիազոր մարմինն էլ իմ հետ համաձայն է, որ ավելի մեղմ վարչարություն կիրառելով կարող ենք հասնել այն նույն նպատակներին, ինչ այսօր մենք ունենք արձանագրել։